որովհետև կարծում եմ հենց քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի, մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Եվ սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով պետք է նաև հասկանանք մի բան։ Իսկ որն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը։ Որտեղ պատմությունը երկար երևույթ է։ Կա 50 տարվա պատմություն, կա 30 տարվա պատմություն, կա 50 տարվա պատմություն, կա 100 տարվա պատմություն, կա 500 տարվա պատմություն, կա 1000 տարվա պատմություն, կա 2000 տարվա պատմություն։ Եվ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը և հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, այդ նշանակում է, որ մենք ենք հավատում խաղաղությանը։ Ընդհանրապես, ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին։ Ընդհանրապես, եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք։ Ինչի մասին է պատմությունը։ Պատմությունը սովորաբար խաղաղության մասին չի լինում, պատմությունը սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին, որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Պատմաբանի տեսակետից։ Որտեղ խաղաղությունը վիճաբանություններ և բանավեճեր չի հրահրում։ Խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն։ Ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է։ Եվ ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ։ Այն տրամաբանության մեջ, իսկ ինչ ենք մենք ասում, իսկ ինչու չեն կարող հղում անել, չի կարելի հղում անել, մասնավորապես այն ժամանակների պատմությանը, և կան իմիջիայլոց պատմաբաններ, և քաղաքական գործիչներ, և քաղաքական առաջնորդներ, ովքեր հղում են անում այն ժամանակների պատմությանը, դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին կիրովականներով և կիրովաբադներով, լենինականներով և լենինաբադներով, Կույբիշևներով, Հոկտեմբեր կինոթատրոններով և այլն և այդպես շարունակ։ Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, ովքեր լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա, համարում են, որ սա է, գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների և կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալը արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին 100-ամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը,
Դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբատներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբատները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբատները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբատները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբատները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբատները, և մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։ Ընդհանրապես վերջին ժամանակա Հայաստանում ամենաշատ սիրված և քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է։ Եվ վերջին տարիներին մեր կառավարության և անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Եվ այս պատահական չէ, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հետո վերադառնալով Հայաստան 10 օր անց ուղերձով դիմեցի Հայաստանի ժողովրդին, ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դա աներկբա է, բայց այդ խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի։ Ինչպես նորածին երեխան, եթե ամենօրյա խնամքի չտրվի, ցավոք գիտենք, թե ինչ տեղի կունենա։ Եվ հետևաբար նույնը վերաբերվում է նաև խաղաղությանը, որը այսօր արդեն մի քանի ամսական երեխա է։ Եվ մենք պետք է կայացնենք որոշումներ, մենք ուզում ենք խնամենք այդ երեխային, թե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի կամքը անսասան է, մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը իդեպ շատ կարևոր է։ Այս խաղաղությունը մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է։ Սա եզակի դեպք է, մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի։ Սա այն խաղաղությունն է, որ այո դժվարությամբ, բայց մենք մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել։ Եվ սա այն ընդհանուր արժեքն է, առաջին ընդհանուր արժեքը, որ Հայաստանը և Ադրբեջանը իրար հետ ստեղծել են, և այդ արժեքը առանձնահատուկ խնամքի կարիք ունի։ Մենք պետք է մեր շատ ընկալումներ այո վերանայենք։ Եվ օգոստոսի 18-ի իմ ուղերձում ես ասացի մի բան, որը կարծում եմ ընդամենը գուցե ամիսներ առաջ, գուցե մի տարի, երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։